իրականում բան կա, խնդիր կա եւ հայեցակարգային եւ քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խնդիր կա, որովհետեւ ըստ էության ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը իրենք անհաջողության են մատնվում։ Ու մենք պետք է հասկանանք ինչ պետք է անենք, որովհետև այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է շատ տեղերում, որովհետև ելի եմ ասում, այն հատվածում, որտեղ, ասենք օրինակ մարդիկ վարկերի տակ են, չգիտեմ, պրոբլեմ ունեն, գյուղատնտեսությունը էֆեկտ չի բերում, այդ հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ Այդ թվում այն պատճառով գուցե որ ի սկզբանե չէին կարող աշխատել, որովհետև դրա տակ տնտեսական հիմնավորում չկա, այսինքն տնտեսական մոտիվացիա չկա։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ խնդիր ունենք, ճգնաժամ ունենք, պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ընդհանուր մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ պետք է գնալ գուցե պետք է գնալ շատ բարդ եւ ռադիկալ լուծումների։ Մենք պետք է արձանագրենք ուղղակի նախորդ նիստում էլ ըստ էության դրա մասին խոսացինք, որ 3 տեղում 4-5-7 կիլոմետրական հեռավորության գտնվող անջրդի հողերում հողեր ունեցող մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ պետք է չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այդ բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց այդ մարդիկ ինչով զբաղվեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, որ մենք պետք է որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում վերապատրաստումների կամ չգիտեմ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ունենանք այդ հողերը կոնսոլիդացնել եւ նաև դրանց համար նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորել։ Ես էլի ուզում եմ վերադառնամ այդ բանին, դուք էլի նշեցիք, էլի նշում ենք ամեն անգամ գյուղատնտեսական կոոպերատիվներ, բայց դա էլի գնանք խնդրենք աղաչենք, ես չգիտեմ ինչ, հաջորդ լուծումը կարող է դա լինել տեսականորեն, որ գյուղացիները իրանք հասկանալով, որ առանձին չի ստացվում ու չի ստացվելու, գոնե այդտեղ կոնսոլիդացիայի այսքան խթան ենք դնում արտոնություններ, վարկերի եւ դա իմիջիալոց նաեւ սև ցուցակներից դուրս գալու ճանապարհ է, որտեվ եթե անհատը սև ցուցակում է եւ չի կարողանում ստանա, երբ որ ինքը ձևավորի գյուղատնտեսական կոոպերատիվ 100 հոգով, այդ գյուղատնտեսական կոոպերատիվը սկսելու է 0-ից։ Բայց այստեղ խնդիր կա, որը էլի սոցիալ-հոգեբանական ոլորտի խնդիր է, 100 հոգին պետք է կարողանան ընտրել կառավարիչ, վճարել այդ կառավարչին, որ ինքը այդ իրանց հողերը միավորի եւ դարձնի շահութաբեր։